Հոկտեմբերի 28-ից 30-ը մայրաքաղաքում էին Կապանի կարիերայի պլանավորման և զարգացման կենտրոնի սաները։ Երրորդյա IT շրջանակներում կենտրոնի սաները կարողացան իրագործել նախատեսվածից էլ ավելին։ Կապանում անցկացրած բազմաթիվ հանդիպումներից հետո կենտրոնի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ որոշեցին ընդլայնել այցելությունների շրջանակը և ծանոթանալ նաև մայրաքաղաքում գործող ինովացիոն համակարգերին, Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգին, ինչպես նաև միջազգային կրթական ոլորտին։ Հանդիպումների շարքը մեկնարկեց Սինոպսիս Արմենիա ընկերությունից։ Այստեղ կապանցի առաջնորդների պատվիրակությանը դիմավորեցին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Սինոպսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը, Սինոպսիս Արմենիայի հանրության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը և ուրիշներ։ Սինոպսիսը Ամերիկայում գլխամասային գրասենյակ ունեցող ընկերություն է, այսինքն գլխավոր գրասենյակը Սինոպսի գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Սիլիկոնային գետում, բայց Սինոպսը ունի աշխարհի 36 երկրներում մասնաճյուղեր։ Եվ այդ 36 երկրներից ամենամեծ 3 մասնաճյուղերից մեկը տեղակայված է Հայաստանում։ Պատկերացնում եք մի փոքրիկ երկրում, որտեղ ընդհանրապես կա 3 միլիոն տեղակայված է Սինոպսիսի պես հզոր ընկերության ամենամեծ մասնաճյուղերից մեկը։ Մենք իրականացնում ուսանողների միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում համագործակցություն մի քանի բուհերի հետ, պոլիտեխնիկական համալսարանի հետ, որը մեր գլխավոր գործընկերն է, Երևանի պետական համալսարանի հետ, գիտեք այդ բուհերը, Եվրոպական ակադեմիայի հետ, տարածաշրջանային, ռուս-հայկական սլավոնական համալսարանի հետ և նաև մի շարք այլ բուհերի հետ, որոնք Հայաստանում չեն։ Մենք ընտրում ենք լավագույն ուսանողներին երկրորդ կուրսը ավարտելուց հետո բակալավրական ծրագրի, շարունակում ենք իրենց ուսուցումը երրորդ, չորրորդ կուրսերում բակալավրատի և մագիստրատուրայում և նաև նրանցից լավագույնները ասպիրանտուրայի ընթացքում, մյուսը դառնում են նաև գիտության թեկնածուներ։ Ուրեմն մենք իրագործում ենք հատուկ կրթական ծրագիր, որի հիմքում ընկած է մեր ընկերության ծրագրային գործիքների օգտագործումը, այսինքն բոլոր ուսումնական նյութերը հարմարեցված են դրան, ուղղված են դրան և նպատակը ուղղված են հնարավորինս արագ նրանց նախապատրաստելու, որպեսզի մեր ընկերությունում կամ մեր ընկերության նման ընկերություններում նրանք կարողանան աշխատանք գտնել։ Մենք սկսել ենք մեր գործունեությունը 2001 թվականին, դեռևս մինչև Սինոպսիսի Հայաստան գալը, երբ որ մենք ունենք աշխատում ենք Բերդա Systems ընկերությունում, այդ ժամանակվանից մինչև հիմա մեր բոլոր շրջանավարտները ունեն բարձրատվող աշխատանք իրենց մասնագիտությամբ, նրանցից 75%-ը աշխատում են մեր ընկերությունում, իսկ մնացած 25%-ը աշխատում են Հայաստանում տեղակայված մեր մասնակից ընկերություններում, ինչպես Metal Graphics-ը, Sonics-ը և այլ ընկերություններ։ Շատ շնորհակալություն։ Մենք երկար ճանապարհ ենք կտրել այս հաջող կրթարանի բանալ և ձեր ինքնությունների ձեր օրինակը մեր երեխաների համար շատ կարևոր է։ Հենց մենք դրա համար արժեր կտրել այս երկար ճանապարհ, որ երեխաները կենտրոնի պրոֆեսորներ տեսնեն, գիտնականներ տեսնեն և Հայաստանի ապագան իրենք էլ գործեն կառուցել այդ ճանապարհը։ Չափազանց կարևոր է երիտասարդներին, դպրոցականներին հնարավորին չափ շատ տեղեկատվություն տալ, ապագա մասնագիտական կողմնորոշմանը օգնելու նպատակով։ Կարծում եմ, որ այսօրվա այս երեխաների այցը Սինոպսիս նրանց կյանքում ինչ-որ բան փոխեց, նրանց պատկերացումների մեջ ինչ-որ մի բան շեղվեց և հետաքրքիր պատմություններ, երբ որ ես հարցրեցի դուք ինչպես եք պատկերացնում ծրագրավորողին, համատարած ասեցին տղամարդ, որը ունի ակնոցներ, մորուք և իրենք տեսան երիտասարդ սիրունիկ աղջիկների, որոնք այսօրվա մեր Սինոպսիս Արմենիայի աշխատողների 30%-ն են կազմում։ Սինոպսիս ընկերությունը ունի իր մշակույթում հյուրընկալել տարբեր պատվիրակություններ դպրոցներից, բուհերից, երիտասարդ մասնագետների, սակայն ես չեմ հիշում, որ մենք ունենայինք կարիերայի կամ մասնագիտական կողմնորոշման ուղղված որևէ կազմակերպության կողմից կազմակերպված նման շրջայց։ Ես կարծում եմ, որ Կապանի այս նախաձեռնությունը եզակի է և շատ օրինակման արժանի է։
Ապագա առաջնորդները շրջեցին կառույցում, ծանոթացան պայմաններին եւ ընկերության ստեղծման պատմությանը, լսեցին մասնագետներին եւ բավական տպավորված հեռացան։ Օրն ավարտեցին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, որտեղ ներկա գտնվեցին Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնին նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին։ Արդեն հոկտեմբերի 29-ին կարիերայի պլանավորման եւ զարգացման կենտրոնի սաներն այցելեցին ազգային ժողովի շենքը։ Նրանց հյուրընկալեց մեր հայրենակից падգամավոր Արմեն Կարապետյանը։ Երեխաներին ընդունեց նաեւ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Մարո Ասատրյանը եւ ներկայացրեց ազգային ժողովի ստեղծման պատմությունը։ Նրանք հնարավորություն ունեցան մասնակցել ազգային ժողովի նիստերից մեկին։ Երեխաները հարցազրույց ունեցան ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի հետ։ Մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի խնդիրներ են երեխաների հետ քննարկում։ Այդ իսկ պատճառով նրանք ուսումնասիրում են կառավարում, առաջնորդություն, հմտություններ, իրենց ստրատեգիան անձնական ձևավորում են կյանքի համար, աշխատում են համայնքի, մարզպետարանի, միջազգային կառույցների հետ եւ այսօր մեզ բախտ է վիճակվել այստեղ լինել, որի համար մենք շատ շնորհակալ ենք։ Շատ ուրախ եմ եւ ողջունում ձեզ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում։ Կարծում եմ, որ կարիերայի պլանավորման գործը այս վաղ տարիքից սկսելով դուք կկարողանաք ձեզ համար ճիշտ հիմքեր դնել եւ կանեք ամեն ինչ, որպեսզի կարողանաք ձեզ իրացնել կյանքում, որպես Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացիներ, նաեւ որպես արժանի զավակներ ձեր ծնողների համար եւ մենք էլ կարող ենք վստահ լինել, որ վաղվա մեր երկրի ղեկը մենք հանձնում ենք իսկապես արժանի եւ պատրաստված մարդկանց։ Իհարկե, ազգային ժողովում քննարկվում են ամենատարբեր հարցերը, որոնք կարող են երկրի համար գլխավոր որոշում ներկայացնել, եւ ես կցանկանայի որպես աշակերտ իմանալ, թե ազգային ժողովի գլխավոր քննարկվող թեմաների որ տոկոսն են կազմում կրթությանը վերաբերող թեմաները եւ արդյոք կարողանում եք դրանց ճիշտ լուծումներ գտնել։ Խորհրդարանը ունի կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի մշտական հանձնաժողով, այսինքն հատուկ կառույց մասնագիտացված, որը իր խնդիրների կուրացիայի մեջ գլխավոր հարցերը կրթությանն են վերաբերում։ Այդ հանձնաժողովում ավանդաբար աշխատում են, մասնակցում են ուրեմն մարդիկ, ովքեր կրթական համակարգի մասնագետներ են։ Երևս ամբողջ խորհրդարանի համար կրթության խնդիրները բավականին կարևոր են եւ մեր ողջ օրակարգի մեջ այդ հանձնաժողովը, կրթության հանձնաժողովը կազմում է մոտավորապես 15-ից 17%, այսինքն ամբողջ մեր պրոդուկցիան, արտադրանքը, որ մենք տալիս ենք, օրենքները, որ մենք տալիս ենք, դա մեր արտադրանքն է։ Այդ ամբողջ օրենքների մեջ դեռևս 15-ից 17%-ը վերաբերում են կրթությանը։ Մեր խնդրանքն է, ձեզ նաև որպես ունեցուհաս, նաև որպես պարլամենտի ներկայացուցիչ, մեզ համար խթանել այդ հարցը պարլամենտում, թե որտեղ որպեսզի Սյունիքի ճամբարները գործարկվեն եւ երեխաները կարողանան հանգստանալ պենսիոնում, որովհետեւ մենք այդ բոլոր հնարավորությունները ունենք։ Ինձ շատ հաճելի էր հանդիպումը եւ ես զգացի եւ պատկերացրեցի, որ վաղվա մեր երկրի հեռանկարը, մեր երկրի ճակատագիրը բավականին լուրջ ձեռքերում է, ինտելեկտուալ ձեռքերում, կազմակերպված մարդկանց, բայց ուզում եմ ասել, որ իմ կարծիքով ամենակարևոր հատկանիշը անկախ նրանից, թե որ ոլորտում եք դուք ուզում առաջնորդ լինել, որ ոլորտում եք դուք ուզում դերակատար լինել, պատասխանատու դերակատար, էական դերակատարություն ունեցող, ապա ամենակարևոր հատկանիշը, որ ձեզ անհրաժեշտ է, դա խորը գիտելիքներն են։ Դա խորը գիտելիքներն են, որը թույլ կտա ձեզ հետագայում այդ գիտելիքները կիրառել, օգտագործել ձեր գործի մեջ, օգտագործել
թե ձեր կարիերայի համար, եւ թե ձեր երկրի եւ ձեր ոլորտի զարգացման համար։ Եվ ազնիվ ասած չեմ պատկերացնում որևէ լուրջ դերակատարություն առանց խորքային լուրջ գիտելիքների, ուստի առաջին ինչ կուզենայի ցանկանալ այս երիտասարդներին ում այսօր հանդիպեցի, որ շարունակեն իրենց այսպես նախանձախնդիր մոտեցումը գիտելիքի աշխարհը իսկապես անծայրածիր է եւ ինչքան շատ ավելի բան իմանաս, այնքան ավելի հզոր ու ամուր գործիչ ու մարդ կարող ես լինել։ Իհարկե առաջնորդի համար, քաղաքական գործչի, քաղաքական պատասխանատուի համար շատ կարևոր են վճռականությունը, շատ կարևոր են կամային հատկանիշները, շատ կարևոր է մարդասիրությունը, շատ կարևոր է բարիությունը։ Կուզենայի, որ իսկապես իդեմս այս երիտասարդների վաղը տեսնեի մեր երկրում կրթված, բարեկիրթ, բարի, մարդասեր գործիչների, որոնց իսկապես կարելի է եւ վստահել երկրի ապագան եւ հպարտանալ դրանցով։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ-ին, քանի որ նա ֆինանսավորեց, որպեսզի կատարվի մեր ծիածան առաջնորդների կրթական կենտրոնի սաներից որոշ չափով երազը։ Մենք այսօր այցելեցինք ազգային ժողով, որտեղ ծանոթացանք այսօրվա նրանց գրաֆիկին, հանդիպեցինք մի շարք պատգամավորների հետ։ Մենք ներկա գտնվեցինք նրանց քննարկմանը, որը ծանոթացանք նրանց գրաֆիկի հետ, այնտեղ մեզ փոխոսնակը պատմեց համանդրության փոխման մասին, ունեցանք շատ հաճելի զրույցներ եւ լավ տրամադրություններ։ Շնորհակալություն ենք հայտնում ԵԱՀԿ-ին մեզ այսպիսի նվեր պարգևելու համար։ Սովորեցինք, թե ինչպես է կառավարվում երկիրը, թե ինչպես են գրվում օրենքները սահմանադրության մեջ։ Իրենց առաքելությունն ավարտված համարելով ազգային ժողովից կենտրոնի սաներն ուղևորվեցին ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակ, որտեղ հանդիպեցին ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին։ Վերջինս երեխաների հարցերին պատասխանելուց բացի խոստացավ, որ ծրագիրը, որի շրջանակներում երեխաները հասել են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, շարունակական կլինի։ Благодарим вас за этот проект, за визит в Ереван, потому что мы только что из парламента. Там они увидели очень многое, общались там, сфотографировались в парламенте, почувствовали себя уже как руководители страны. Спасибо, что приехали в наш офис. Немножко усталые, наверное, после парламента. Походили там по всем залам, посмотрели, где, что, как. Мы периодически бываем в парламенте, наш офис очень плодотворно сотрудничает со многими фракциями. Я встречаюсь с руководителями фракций. Мы сотрудничаем со многими по всем направлениям практически. Это и по военной линии. Карюн Нахапетян, он возглавляет направление, связанное с обороной, безопасностью и правопорядком, внутренние дела. Это и международные Закарян вопросы и так далее, и так далее. Но в целом, я думаю, что про парламент не нужно рассказывать, вы уже сами видели все, и наверняка какое-то впечатление у вас осталось. Первое. Наш офис практически остался последний такой полноправный, полноценный, полномасштабный офис на Южном Кавказе. В июле был закрыт офис полный, функционирующий в Азербайджане. К сожалению, они не очень хорошо сотрудничают с нашей организацией. И должен вам сказать, что руководство Армении, вот при визитах сюда наших председателей, в ОБСЕ каждый год новый по ротации идет, новый председатель. В прошлом году это был швейцарец, в этом году серб Дачич, а на будущий год это будет министр иностранных дел Германии. И все, когда встречаются с руководством Армении, все получают подтверждение, что Армения очень тесно сотрудничает с ОБСЕ
И не просто сотрудничает, а хочет расширять это сотрудничество как с ОБСЕ в целом, так и с нашим офисом в частности. Առաջնորդների կրթական կենտրոնը շնորհակալագիր էր պատրաստել Անդրեյ Սորոկինի համար ի նշան համագործակցության եւ մշտական աջակցության։ Мы хотим поблагодарить за проделанную работу, за финансирование нашей организации, потому что мы 3 года уже пользуемся вашими финансами, и польза вот эти дети, и те дети, которые 300 примерно детей пользовались нашим центром, нашими услугами. И я горжусь этой школой, этим центром, который мы основали в Кафане. Спасибо вам большое от нашей организации. Չնայած օրն արդեն իսկ հագեցած էր, այդուհանդերձ երեխաներն այցելեցին նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Այստեղ նրանք հանդիպեցին իրենց ավանք ընկերներին եւ ծանոթացան նրանց աշխատանքներին։ Թումոյում պայմանագիրը որպես այդպեսին 3 տարվա կա, բայց ուսանողը ինչքան ուզի կգա։ Այսինքն եթե ինքը համարում է, որ 2 տարի հետո ինքը արդեն հասել այն մակարդակին, որ իրան ինչ-որ ուրիշ բան է պետք, ինքը կարող է ավարտել 2 տարի հետո։ Եթե ինքը ուզում է 4 տարի, 5 տարի գա, ամբողջը իր հայացողությամբ է ու ավարտելուց Թումոն տալիս է ոչ թե ինչ-որ այդպիսի սերտիֆիկատ բան, այլ տալիս է օնլայն պորտֆոլիո։ Ինչ է դա իրանից ներկայացնենք։ Դա այդ ուսանողի պորտֆոլիոն է, որի մեջ ներառված է այն ամենը, ինչ որ ինքը արել է Թումոյում։ Այսինքն, եթե օրինակ ինքը եկել է երաժշտության դասընթացի չէ, ու ինչ որ երաժշտություն է գրել, կամ երգել, կամ ինչ որ նախագծում է մասնակցել, դա ներառված է իր պորտֆոլիոյի մեջ։ Եթե ինքը գնացել է ծրագրավորման դասընթացի ու ինչ որ կայք է ստեղծել կամ խաղերի ստեղծման դասընթացում խաղ է ստեղծել, դա այդ ամեն ինչը իրար հետ ներառվում է իր պորտֆոլիոյի մեջ ու հետագայում, եթե ինքը ուզում է դիմի ինչ որ ուսումնական հաստատություն կամ եթե ուզում է դիմի աշխատանքի ինչ որ տեղ, իրան շատ հարմար է ցույց տալ իր արած արդյունքները, հենց իր արած աշխատանքները, հա։ Հոկտեմբերի 29-ի երեկոն երեխաներն անցկացրեցին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում եւ դիտեցին Ալեքսանդր Շիրվանզադեի Մորգանի խնամի ներկայացումը։ Նրանց հաջողվեց հանդիպել եւ զրուցել նաեւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ներկայացման գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի հետ։ Իսկապես եկել ենք թատրոն մեծ սիրով, որովհետեւ այս թատրոնը նաեւ մեր տունն է։ Ինչքան մենք Կապանից գալիս ենք, որպես հորանց տուն ենք գալիս այս թատրոնը, եւ շատ սիրում ենք։ Գիտեք, հավանաբար ձեր սերունդը կարող է չի հիշում, բայց մեր թատրոնի հիմնադիրներից մեկն է նաեւ պարոն Ղազանչյանը։ Երրորդի այցի վերջին օրը ապագա առաջնորդները գնացին ամերիկյան համալսարան, եղան գրադարանում, այնուհետև զրուցեցին դասախոսների հետ։ Երեխաներին տեղեկատվական նյութեր եւ կոնտակտային տվյալներ տրամադրվեցին համալսարանի հետ կապվելու համար։ Ողջունում եմ ձեզ ամերիկյան համալսարանի Փափազյանի անվան գրադարանը։ Փափազյանի անվան գրադարանը ամերիկյան համալսարանի հիմնական մեծ գրադարանն է եւ անվանվել է Փափազյանի անվամբ իր երախտագիտություն Փափազյան ընտանիքի, որոնք օգնել են մեզ հիմնադրելու այս գրադարանը։ Փափազյանի գրադարանը բաց է ոչ միայն մեր ուսանողների, դասախոսների համար, այլև մենք սպասարկում ենք ողջ հանրությանը։ Ցանկացած ոք կարող է գալ, գրանցվել գրադարանում եւ օգտվել մեր գրքերից, գրքերը տանել տուն եւ վերադարձնել։ Մեր գրադարանը ի տարբերություն մյուս բոլոր գրադարանների, երևի դուք եղել եք շատ գրադարաններում, տեսել եք քարտարաններ կան, որտեղ դուք գտնում եք ձեր ուզած գիրքը։ Մեր գրադարանում այդ քարտարանները չկան, բաց դարակային համակարգ է, այսինքն բոլոր գրքերը բաց տեղավորված են դարակների վրա։ Ավտոմատացված է գրադարանը, ցանկացած ընթերցող մոտենում է համակարգչին, համակարգչով փնտրում է իր գիրքը եւ համապատասխան գիրքը գտնում դարակների վրայից։ Ամերիկյան համալսարանից կապանցի պատվիրակությունն ուղևորվեց Կապան։ Ավելացնենք, որ երրորդի այցը հովանավորել էր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը։